Տարենկոն բերանս մի մցրա։ Բերանը չի մցրել։ Լավ։ Հանրապետական խմբակցությունում այսօր Մհեր Սեդրակյանի հետ կապված միջադեպը քննել են եւ եզրակացրել։ Պատգամավորը չի հայհոյել։ Ինքը Սեդրակյանն այսօր դուրս գալով խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի սենյակից խորհուրդ տվեց լավ դիտել տեսանյութը։ Քննարկվել է պարոն Բաղդասարյանի միջադեպը եւ ինչ է որը։ Ինքը ձեզ կպատասխանի։ Իսկ դուք պատրաստ եք ներողություն խնդրել։ Բայց ինչի համար։ Վիդեոյում ակնհայտ է, որ դուք հայտնվել եք։ Լավ կնայեք վիդեոն։ Թեև տեսանյութում լսվում է, թե ինչպես է Մհեր Սեդրակյանը մի խումբ լրագրողների եւ պատգամավորների ներկայությամբ հայհոյում, սակայն հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, տեսանյութը դիտել են, հայհոյանք չեն լսել։ Թվում է, որ դա եղել է պարզապես բորբոքվածություն, նման հայհոյանք բան ինքը շղթում է, որ եղել է։ Ինձ թվում է, որ նման միջադեպերը մենք պետք է կանխենք, նաեւ զրուցել ենք պարոն Սեդրակյանի հետ, բայց նաեւ կոչ եմ անում, որ լրագրողները նույնպես մի քիչ զգոնեն իրենց փոխադարձ վերաբերմունքի հետ կապված եւ ամեն ինչը կհարթվի։ Նման միջադեպեր լինում են։ Չնայած տեսանյութն արդեն 5 օր է համացանցում է, հանրապետական պատգամավորներից Սամվել Ալեքսանյանն ասաց չի դիտել, ապա լրագրողների առաջարկով տեղում դիտելով արձագանքեց։ Եթե ես խափում եմ, շանտաղալ եմ, թե ես լսում եմ, որս արեմ։ Իրոք շանտաղալ եմ, չեմ լսում, ինչ արեմ։ Որևէ լսողության կապված կա։ Իսկապես կարգում Ուզում ասեմ, չեմ լսում, լուրջ եմ ասում։ Չեք էլ տեսնում ինչ ա կատարվում ընթացքում։ Ես կատարվածը տենում եմ, բայց որ դուք ասում եք հայոյան կա, ես չեմ լսում։ Շարժումությամբ չեք հասկանում Ես ո բան չեմ, այդ որ մասնագիտությունն է ասում են։ Լալեն են, որ խոսում են, դրանցից եմ, բերեք mən դրանցից տո լսի։ Ձեր բուժիմնարկում զննման ենթարկել եք ձեր ակաշները։ Պետք է թամ մտնեմ, լուրջ լավ չեմ լսում։ Դժվարն է այդպես այդ ծեր ասացի վիրավորացելն է հայացել, չեմ հավատում ես։ Որ դեպքում պատգամավորները կդադարեն լրագրողների հետ այդպես վարվել, օրինակ երբ որ հարց դրվի նրանց մանդատի զրկելու, ինչ է պետք։ Ես որ դեպքում, երբ որ դուք եք ձեզ կոռեկտ պահեք։ Իսկ մենք որևէ պահ տեսակ, որ կոռեկտ չենք։ Հիմա էսի վիճակը, էսի մեծ նայեք, էսի ինչ լրագրողներ են, դա մեծ հասկանալու տալիս։ լրագրողներ են, մեկը կարելի է, ասենց մի անգամից խմբով Միջոցներ են, պարոն Գևորգյան։ Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը, ով միջադեպի ժամանակ Մհեր Սեդրակյանի կողքին էր եւ տեսանյութում երևում է, թե ինչպես է հայհոյանքից հետո փորձում իրավիճակը շտկել, ասելով լավ։ Այսօր խուսափեց լրագրողների հետ զրույցից եւ բջջային հեռախոսը ողջ ընթացքում ականջին պահած մտավ Մհեր Սեդրակյանի աշխատասենյակ։ Հեսա մի 2 րոպե զանգեմ։ Մինչ հանրապետականները ազգային ժողովում հերքում էին տեսանյութում արձանագրվածը, խորհրդարանի դարպասների մոտ բողոքի ակցիա էին անցկացնում լրագրողները, ստորագրահավաքով պահանջելով պատժել պատգամավոր Մհեր Սեդրակյանին։ Դատապարտող հայտարարության տակ ստորագրեց 168 հոգի, այդ թվում 7 պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուկյանը, Նաիրա Զոհրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Տիգրան Ուրիխանյանը։ Փայլակ Ֆահրադյանն ում հայհոյել էր Սեդրակյանը ասաց ուրբաթ օրը դիմելու է էթիկայի հանձնաժողով։ Հայոյելու տեսանյութը կա, խորհուրդ կտամ մեկ անգամ եւս ուշադիր նայել, ես չեմ կարծում, որ ամբողջ խմբակցությունը տեսողության խնդիր ունի։ Մեր պահանջները հետևյալն է, որ Մհեր Սեդրակյանի վարքագիծը դառնա քննարկման առարկա նախ էթիկայի հանձնաժողովում, բոլոր խմբակցություններին մենք կոչ ենք արել միանալ հայտարարության տեքստին, որը տարածված է, որպեսզի դատապարտել նման վարքագիծը։ Ուզում եմ նաև նշել, որ սա ըստ երևույթին ոչ թե կոնկրետ մեկ անձի, այլ առհասարակ երևույթի դեմ է ուղղված։ Այո, իհարկե պատրաստվում ենք դիմել էթիկայի հանձնաժողով, ուրբաթ օրը կլինի դիմումը, մենք այն կհանձնենք, նաև հայտնեմ իմ տեսակետ էթիկայի հանձնաժողովի հետ կապված, այնպես չէ, որ լիակատար վստահում ենք այդ հանձնաժողովին եւ կարծում ենք, որ կընդունի այնպիսի որոշում, որը կբավարարի մեզ, դա ուղղակի գործընթաց է, որը մենք կանցնենք։ Այո, դատարան եւս դիմվելու ենք, դա քննարկվում է մեր փաստաբանների հետ, որպեսզի հայցը կազմվի համապատասխան։